Պարոն Մկրտչյան, տեղեկություն եղավ, որ Դաշնակցության ներսում այնքան էլ համաձայն չէին ձեր եւ պարոն Լոքյանի տեխնատությանը, քանի որ ասվում էր, որ դուք համարյա չեք շփվում Դաշնակցության հետ եւ փաստացի դուք միայն Հրանտ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի համաձայնությամբ եք դարձել նախարար։ Չէ, Դաշնակցության մասով բոլոր նման տեղեկությունները ճիշտ չեն, որովհետեւ մենք ի պաշտոն է, իբրև կուսակցական պարտավոր ենք գնալ մեր խմբի ժողովներին։ Ես միշտ իմ խմբի ժողովներին գնացել եմ եւ այդ խումբը ասածը եւ պաշտոնյաներ են եւ ոչ պաշտոնյաներ եւ կոմիտեում եմ եղել, ես ակտիվ կուսակցական եմ։ Ասվում է նույնիսկ դուք դաշնակցական падգամավորների զանգերին չեք պատասխանել, երբ որ պաշտոն չեք ունեցել։ Ես ընդհանրապես զանգերին պատասխանելու խնդրեմ ունեմ։ Իմ քիչ այդ հարցը կա, բայց այդպեսի բան չկա եւ բոլոր կուսակցական ընկերները իմ հետ ընկեր են 92 թվականից, մարդկային եւ կուսակցական իմաստով։ Ես այդպիսի խնդրեմ մեր շարքերում չունեմ։ Եթե մի քիչ խորությամբ հետևեք, կտեսնեք։ Այսինքն Դաշնակցության ներսում չի եղել տարաձայնություն ձեր տեխնատության հետ կապված։ Դաշնակցության ներսում իր կանոնագրով տարաձայնություն չի կարող լինել։ Այսինքն այդ խնդիրները, որոնք կարգավորվում են նաեւ ներառյալ գնում են բոլոր աստիճանակարգերով։ Այսինքն չի կարող առանց Գերագույն մարմնի գիտության կամ նիստի քննարկման որևէ նման խնդիր քննարկվել։ Իհարկե կան Դաշնակցության մեջ առնվազն ես կարող եմ թվարկել մոտ 7-8 մարդիկ, որոնք կարող են այս պաշտոնը հանգիստ զբաղեցնել եւ որակով աշխատել։ Այսինքն կադրային խնդիր մենք այս իմաստով չունենք։ Եվ ընկերական մթնոլորտում է ամեն ինչ լինում։ Պնդում էին, որ նոր թարմ դեմքեր են պետք այդ ոլորտում։ Ես ինքս գտնում եմ, որ իհարկե ժամանակն է, որպեսզի քայլ առ քայլ մեր երիտասարդությունը վստահաբար վերցնի այս երկրի ղեկավարությունը իր ձեռքը։ Ինքս 50 տարին այս տարի լրացել, բայց համարում եմ, որ իսկապես պետք է առաջ տալ եւ ինքս մեր ոլորտում ամեն ինչ անելու եմ, որպեսզի առանց ծանոթի, առանց այս կամ այն մարդու ես ինչ որ հետ կապ ունենալու հնարավորինս լավ երիտասարդներ ներառնվեն կառավարման ոլորտ։ Այսինքն փոփոխություններ են սպասվում ձեր նախարարությունում։ Ես կփորձեմ կանաչ ճանապարհ բացել բոլոր երիտասարդների համար, որպեսզի նրանք վաղը մյուս օրը դառնան ձեր ասած պաշտոնյաներ, որովհետև ճանապարհը պետք է անցնել։ Այսինքն եւ չափանիշը պետք է լինի միայն մի բան՝ գիտելիքը եւ կարողությունները։ Եթե կարողանանք սա ընդհանրապես երկրում կիրառենք, իսկ եթե տեսնում եք արդեն բավականին այդ բաղով ուշադրություն դարձնում եք կա, վաղվա ապագան կունենանք, եթե չէ, մարդը երբեք հավերժ չի։ Այսինքն կարծում եք Աշոտյանը, Հանրապետականը դա չէին գիտակցում։ Իրենք իրենց մասով ես հիմա տեսնում եմ բավականին լավ երիտասարդներ կան նախարարություն։ Պարոն Մկրտչյան, փաստ է նաև, որ այս համաձայնագրով Դաշնակցությունը էական ազդեցություն չի կարող ունենալ կառավարության որոշումների վրա։ Դուք կարծում եք ի վերջո Դաշնակցության այս քայլը ճիշտ էր եւ ի վերջո ինչ որ բան կկարողանա փոխել Դաշնակցությունը։ Նախ սահմանադրության փոփոխությունը շատ մեծ որակական կառուցվածքային փոփոխություններ է բերելու երկրում։ Եվ Հանրապետության նախագահի վերջին ելույթում ներկայացված խնդիրները ենթադրում են իսկապես համակարգային փոփոխություններ։ Եվ ես ինքս հույս ունեմ, որ այդ փոփոխությունները կկարողանան լինել, որտեղ արդեն սահմանադրությունը հիմնական փոփոխությունները բերել է։ Հիմա օրինակ մեր կրթական համակարգում եւ ցանկացած ոլորտում պետք է կարողանանք հարմարեցնել կառուցվածքը այս նոր փոփոխություններին։ Ինքը սա արդեն փոփոխությունների մեծ դուռ է բացում։ Մանույն Դաշնակցությունը, եթե իր պաշտոնյաները ամբողջությամբ կատարեն իրենց պարտականությունները, փորձեն ժողովրդին հուզող խնդիրները բարձրացնել, կարգավորել, նույն կառավարությունում նստած յուրաքանչյուր նախարար այս խնդիրներով զբաղվի, իհարկե վիճակը քայլ առ քայլ կլավանա։ Բայց որ ինչ որ փայտիկի հարվածով վաղը ամեն ինչ խոստանաս, որ պիտի լավ լինի կամ բանն է, դա էլ ճիշտ չի։ Ինչքան ժամանակ է պետք, քանի տարի սպասի ժողովուրդը, որպեսզի Դաշնակցությունը ինչ-որ բան փոխի այս երկրում։ Դաշնակցությունը ինքը ոչ մի բան չի կարող փոխել այս երկրում, եթե հասարակությունը չփոխի։ Իսկն գիտեք քայլ առ քայլ է։ Դուք պետք է Բայց Դաշնակցությունն է կառավարության անդամ դարձել։ Վերցրել է իր բաժին պատասխանատվությունը եւ այդ պատասխանատվության շրջանակներում կաշխատի։ Մենք երբեք պատասխանատվությունից չենք խոսափել։ Պարոն Մկրտչյան, հայտնի է նաև, որ դուք բավական հաջողակ բիզնեսմեն եք, ինչ է լինելու ձեր բիզնեսների հետ։ Բիզնեսմեն չեմ, ես 7-8 տարի առանձնացած եմ, զբաղվել եմ որոշակի հիմնաբաներով, այդպիսի խնդիր չունեմ, ես երբեք չեմ եղել բիզնեսմեն։ Այսինքն բիզնեսներ չունեք։ Ես անձամբ
Չէ, մենք մի քանի ներդրում ունենք հիմա, որ կատարել ենք ազատագրված տարածքներում, մասում է մասնաբաժին, բայց ինքս բիզնեսով չեմ զբաղվում։ Ես դա հստակ եմ ձեզ ասում։ Դուք Երևանում էլ տարածքներ, շենքեր ունեք, չէ՞։ Ոչ։ Ոչ։ Երևանում բնակարան կա, այսինքն եթե կուզեք, այդ թեմայով առանձին կարող ենք խոսենք, հայտարարագիր կլրացնենք, գնանք։ Չէ, Բաղրամյանի վրա շենք Իմ ընտանիքը, իմ բոլոր եղբայրները, հորեղբորս տղաները, ամեն մեկը այս երկրում ապրում են եւ եթե բարեկամական ամբողջ պատետը գրանք մեկի վրա, դա ճիշտ չի։ ազատագրված տարածքներում դուք ինչով եք։ Հարցություններ կան, եղել են արդեն, որտեղ մենք կառուցեցինք եւ մասնաբաժին կա, որը կներկայացնեմ իմ հայտարարագրի մեջ։ Եվ դրանց ղեկավարմամբ դուք եք զբաղվում։ Չէ, մենք ընդհանրապես շատ չնչին մասնաբաժին 3%, 4%։ Հիմնականում ներդրումները դրսից են։ Չէ, իմ այդ կողմից շատ տապանցիկ եւ հստակ է։ Ես եմ, կինս, երեխաս եւ կալանային որևէ բան չկա իմ գործունեության մեջ։